Այսօր մենք մեզ հետ ունենք նաև պաստառ, որտեղ մեր հայոց քրիստոնեության մեր սրբերն են, որոնք եկել են նզովելու Նիկոլ Փաշինյանին։ Այսօր մենք մեզ հետ բերել ենք պաստառ, որով ներկայացնում ենք մեր հայոց սրբերին, որոնք եկել են նզովելու Նիկոլ Փաշինյանին, հայ ազգը դավաճանելու, հայ ազգին կործանման տանելու և հայոց սրբությունները ապատվելու և հայոց հիմնասյունը հայ առաքելական եկեղեցու դեմ կեղտոտ արշավ սկսելու համար և մի շարք այլ հանցագործությունների։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը, եթե ուզում է խոսել բարոյականությունից, թող նախ և առաջ ինքը մտածի իր սովորական աշխարհիկ օրենքների խախտման մասին։ Ամբողջ քրեական օրենսգիրքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ամբողջությամբ խախտել է, բազում հոդվածներ կան, որոնցով հենց այսօր ինքը պիտի դատվի, իսկ բարոյական դաշտ գնալուց առավել ևս հոգևոր դաշտ գնալու ինքը ընդհանրապես իրավունք չունի, թող նախ և առաջ պատասխան տա իր իրավական մեղքերի համար, քրեական մեղքերի համար։ Այսօր ինքը ցիտում է Սուրբ Գիրքը, իրեն իրավունք է վերապահում ցիտելու Սուրբ Գիրքը։ Միակ սուրբ տեքստը, որ ինքը այսօր պիտի անընդհատ ցիտի, դա ապաշխարության աղոթքն է իր մեղքերի համար, փոխարենը ինքը շարունակում է նորանոր մեղքեր գործել։ Տեսեք, ինքը մեր սրբությունները, այդ բոլոր մեր գեղեցիկ վանքերը, որ ամեն բլրի վրա կան, այդ բոլոր վանքերը, որ խորհրդանշում են մեզ, մեր ազգը, մեր դարերի հավատը, մեր ինքնությունը, ինքը անվանում է ինչ-որ ստորաքարշ բառերով, որը և բնորոշում է իրեն, իր շրջապատը, այդ բառերով է անվանում, այստեղ մեր պաստառի վրա մենք ներկայացրել ենք իր խորդանոց չուլանը, որը որ ինքն է այդ իր բոլոր անպարկեշտ վարքագծով, որ անընդհատ էկրաններին է և չէլ ամաչում անընդհատ իրեն այդպես ցույց է տալիս աչուձախ, իսկ իրական Հայաստանը վանքերի, եկեղեցիների, սուրբ մատուրների Հայաստան է, որից ինքը պիտի անհապաղ իր կեղտոտ ձեռքերը հեռու քաշի, ինքնախոստովանի ու գնա դատվի, մինչև կյանքի վերջ պիտի իր մեղքերը ինքը քավի։